Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ նրանք ովքեր տեղում եղել են, գիտեն, որ ռելիեֆային առումով տարածքը նույնիսկ երկաթուղու համար բավականին սահմանափակ է։ Եվ հնարավոր չի բոլոր ենթակառուցվածքները եւ նախագծերը իրականացնել այստեղում եւ հետեւաբար դա իհարկե տեխնիկա, տնտեսական հետազոտության խնդիր է, օրինակ գազամուղերը, նավթամուղերը, էլեկտրահաղորդման գծերը կարող են իրականացվել այլ երթուղիներով, որոնք հենց տեխնիկա-տնտեսական եւ ինժեներական առումով առավել արդյունավետ եւ նպաստավոր կգտնվեն։ Այլ տեղեր ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ տարածքով։ Սա մի կարևոր նրբություն է, որի մասին ուզում էի անպայման ընդգծել։ Հիմա հաջորդ հարցը կախված, որովհետև դա էլ է քննարկվում ու հիմնականում ներհայաստանյան դաշտում կապված տարածքների, որովհետև երկաթուղին պետք է լինի գետնի վրա, խողովակը պետք է լինի գետնի վրա, ամեն ինչ պետք է լինի գետնի վրա։ Շատ կարևոր մի հարց է։ Հարց կա, թե ինչպիսի է լինելու հողի այդ շերտի կամ շերտերի կարգավիճակը։ Եվ որպեսզի մի քիչ ավելի ինտերակտիվ լինի այս հարցադրումը, ես վերաձևակերպեմ այն ինչ փորձ է արվում ներկայացնել կամ հարցադրել անդիմադիր քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում։ Արդյոք Հայաստանի Հանրապետության որևէ ինստիտուտ, որևէ սահմանափակում ունենալու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված գործառույթային որևէ սահմանափակում ունենալու է այդ տարածքների վերաբերյալ հստակ, աներկբա, միանշանակ եւ տարընթերցման տեղի չտվող պատասխան եմ ուզում տալ։ Ոչ։ Սահմանափակումներ կարող են լինել այնպիսին, ինչպիսին օրինակ Հայաստանի Երևանում օրինակ կան գործարաններ, ճիշտ է, կան ձեռնարկություններ։ Երևանում կա Զվարթնոց օդանավակայան։ Ինչ որ սահմանափակումներ, ինչ որ կարող են լինել, ասենք մոտակա ամենամեծ հիմա այս պայն ամենամոտակա գործարանը որն է, կամ ինչ որ ներդրումային ծրագիր, ինչ սահմանափակումներ կարող են լինել այնտեղ, նույնն կարող են լինել trip route նախագծի կոնկրետ ծրագրերը, որովհետև ես էլ է կարևոր, մենք պետք է նաև չվախեցնենք մեր պոտենցիալ ներդրողներին, որովհետև ցանկացած ներդրող ինքը նաև իր գործունեության արեալը ունի եւ կարեւոր է, որ իր գործունեության արեալում ինքը իր կանոնադրական խնդիրները լուծելու ճանապարհին չունենա սահմանափակումներ, բացի այն, ինչ որ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Հաջորդ կարևոր նրբությունը, որի վրա ուզում եմ հրավիրել մեր ուշադրությունը եւ որը նույնպես ցավոք շահարկումների տեղիք է տալիս։ Խոսքը վերաբերվում է, ես եթե ճիշտ հասկացա, այդ թվում 3 խորհրդանական քննարկումներից հատվածական սահմանազատում կոչվող թեմային։ Սա ուղիղ կապ ունի նախագծի հետ, որովհետև եկեք պատկերացնենք, որ այս տեղով պետք է անցնի գազամուղ։ Այս հատվածում սահմանազատված չեն մեր սահմանները։ Եվ մեր սահմանազատման հանձնաժողովները մինչև օգոստոսի 8-ը ընդունել են պայմանավորվածություն են ձեռք բերել, ընդունել են որոշում, որ մեր սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա հյուսիսից հարավ։ Եվ բայց մյուս կողմից առաջացել է նաև ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտություն։ Հիմա ենթադրենք, կամ ինչու ենթադրենք երկաթուղի, որը պետք է կառուցի, որը պետք է լինի երկաթուղու կառուցման նուղված առաջին
գործողությունը։ Պետք է սահմանը սահմանազատվի այն լայնությամբ, որը անհրաժեշտ է, որ երկաթուղին անցնի, կամ օղակը, կամ մալուխը, կամ էլեկտրահաղորդման գիծը։ Եվ որպեսզի սա նաև այդ ենթակառուցվածքների աշխատանքի բնականon ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է։ Եվ եթե ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է ենթադրում 5 կիլոմետրանոց հողաշերտ կամ մի անհրաժեշտ տեխնիկական այդ թվում լայնությամբ պետք է նախ իրականացվի սահմանազատում, որից հետո շինարարություն, որպեսզի տարընթերցում չլինի։ Այս շինարարը հիմա շինարարը ինքն էլ համոզված լինի, որ երկրի տարածքում է գործում, որովհետև Հայաստանի կոնկրետ Հայաստանի կողմից կամ Trip ընկերության կողմից լիազորված շինարարները պետք է համոզվեն, որ իրենք Հայաստանի տարածքում են աշխատում, որպես նրանք համոզվեն, որ Հայաստանի տարածքում են աշխատում, պետք է սահմանը սահմանազատված լինի, վերահաստատված լինի։ Իհարկե կան խորհրդային ժամանակների սահմանագծերը, բայց սահմանազատման գործընթացով, որը իմիջիայլոց ուժի մեջ է մտել 2024 թվականին վավերացված երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, այսինքն տվյալակարգով պետք է վերահաստատված լինի։ Այսինքն սա ենթակառուցվածքների կառուցման համար շատ կարևոր առաջին եւ նախնական քայլն է։ Հիմա ինչպես է հաջորդիվ իրականացվելու ծրագիրը։ Ինչպես է Trip ընկերությունը աշխատելու հողի վրա, ինչպես է ստանալու կամ ինչ է ստանալու այդ հողի հետ հարաբերվելու։ Այնինչ մինչև հիմա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է կառուցապատման իրավունք։ Կառուցապատման իրավունք, որը մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է, այսինքն ընդ որում տարբեր երկրներում տարբեր կերպ է կոչվում այս ինստիտուտը։ Երկրներ կան, որ իրանք լիզ են անվանում, այսինքն որ թարգմանաբար նշանակում է վարձակալություն։ Մեր երկրում այդ ինստիտուտը կոչվել է, այսինքն նախկինում այս ընթացքում կոչվել է կառուցապատման իրավունք։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ որոշակի իրավական ընթացակարգերով որոշակի ընկերություն ստանում է տարածք, այդ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով շահույթ ստանալու համար։ Եվ առանձնահատկությունը այն է նաև այս ինստիտուտի, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Դա շատ կարևոր նրբություն է։ Բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Այսինքն ինչ որ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք, այդ հողը եղել է, կա եւ միշտ ընթացքում դրանից առաջ, դրանից հետո շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ինչպես արդեն ասացի, պետական որևէ մարմնի, որևէ գործունեության համար այդտեղ որևէ սահմանափակում չի իրականացվում Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Հիմա երկու տարբերակ կա, կառուցապատման իրավունքը նախատեսվում է ժամկետով։ Հիմա հաջորդ խնդիրը ժամկետի հարցն է եւ հիմա քննարկվում է երկու սցենար՝ 99 տարվա սցենարը եւ 49 տարվա սցենարը։ Ինչի հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգավերումը ինչի հետ կարող է կապված լինել, որովհետև ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ են արվելու եւ ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք օրինակ ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։
Սա շատ կարևոր նրբություն է եւ հիմա այդ քննարկումներն են, ընդ որում այդ քննարկումներին մեր աբերմունքը այսպես ասած տեխնիկա տնտեսականը կամ ֆինանսատնտեսականը։ Այսինքն ստեղ մենք քաղաքական կոմպոնենտ չենք տեսնում մի պարզ պատճառով, չկա այդտեղ քաղաքական կոմպոնենտ, այնտեղ կա ֆինանսական կոմպոնենտ, ով ինչքան է ներդնելու եւ որն է հաշվարկը, թե ինչքան ժամանակում այդ ներդրումները կարող են հետ ստացվել որոշակի շահույթով։ Ես էլ ասեմ, որովհետեւ մեր իրականության մեջ երբեմն պարզվում է, որ նման նրբություններին անդրադառնալու անհրաժեշտություն կա, մարդիկ սովորաբար ներդրում անում են, այդ գումարը եւ գումարած որոշակի տրամաբանական տոկոսով շահույթ հետ ստանալու համար։ Աշխարհում ներդրման ուրիշ մեխանիզմ գոյություն չունի պարզապես։ Հիմա ուրիշ հարց։ Trip Root կամ Trip ընկերությունը ինքը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ձևավորված համատեղ ձեռնարկություն է։ Բայց ինքը, այսպես ասած, լայն պրոֆիլի քաղաքական պայմանավորվածությունը իրականացնելու պրոֆիլի ձեռնարկություն է։ Ինքը պրոֆեսիոնալ չէ երկաթուղու, էներգետիկայի, նավթի, ինտերնետի եւ այլ ոլորտներում։ Եվ հավանականություն է առաջանալու անհրաժեշտություն, գուցե դեպքերի մի մասում, գուցե բոլոր դեպքերում, գուցե դեպքերի մի մասում հրավիրել պրոֆեսիոնալ ներդրողների, ովքեր տիրապետում են այդ գործին, ինչպես փող դնել տվյալ ոլորտում եւ ինչպես փողը շահույթ ստանալ։ Եվ այստեղ մենք նաեւ այստեղ է, որ մենք ասում ենք, որ ներդրումային նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում այլ ընկերությունների համար եւ իհարկե մենք ամեն դեպքով պետք է քննարկենք Trip ընկերության շրջանակներում, Trip-Root-ի շրջանակներում, թե որտեղ ինչ մոդել են ընտրում, որովհետև պետք է գնահատվի կարողությունները, պետք է գնահատվի ֆինանսական հնարավորությունները եւ պետք է ամեն դեպքով կայացվի որոշում։ Բայց ելի ուզում եմ ընդգծել եւ իմիջայլով սա Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրի մեջ ընդգծված է, որ Հայաստան եւ Միացյալ Նահանգները կքննարկեն երրորդ կողմերի ներգրավվածության շրջանակը։ Սա սրա մասին է, թե մենք պետք է քննարկենք, թե ինչ երրորդ ընկերություններ կարող են մասնակցել, ինչ հիմունքներով, եւ այստեղ ուզում եմ ընդգծել, որ այստեղ որևէ ներդրողի ներգրավման համար պետք է համաձայնություն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, սա ասում եմ նաեւ դրա համար, որովհետեւ մեր իրականության մեջ նաեւ քննարկում են սցենարներ, որոնք ներկայացնողների կարծիքով ռիսկեր են պարունակում Հայաստանի Հանրապետության համար։ Բոլոր ռիսկերը կառավարելու բոլոր գործիքները ունեն։ Ուզում եմ ընդգծել նաեւ հետեւյալ ընդգծումը անել, որ Trip-Root նախագիծը Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է